Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ռուսական ծագման ցորենը Ռուսաստանի Դաշնությունից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտ օրերս կհասնի Հայաստան կրկին Ադրբեջանի տարածքով։ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կաթողիկոսի գլխավորությամբ օրակարգում ազգային ու եկեղեցական կյանքի հրատապ հարցերն են։ Տեր-Քահանա Հունանյանը կանչվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, պարզաբանվել է, որ նա մասնակցել է Հովանավանքում Տեր Արամի մատուցած պատարագին։ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել կաթողիկոսի եղբորը Եզրասին, ինչ հատուկ ծառայություններ է վերջինս մատուցել Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության պետական շահերը։ Անկարայում ասում են, որ 26 թվականի սկզբին Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար Օրբելի 2025 միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայ ազգի նախկին падգամավոր Գարո Փայլյանը։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ շուտով Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի նաև ղազախական ծագման ցորենը։ Սիրելի հայրենակիցներ, ունեմ եւս մեկ լավ լուր։ Ապա շրջափակումից այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանի Դաշնությունից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտ օրերս կհասնի Հայաստան կրկին Ադրբեջանի տարածքով, գրել է նախարարը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ադրբեջանական ԱՊԱ-ն, նոյեմբերի 4-ին ժամը 12:15-ին Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով Ռուսաստանի Դաշնությունից տարանցիկ ճանապարհով մաքսազերծվել է հացահատիկով լի 15 վագոն 1048 տոննա 800 կիլոգրամ ընդհանուր քաշով եւ ուղարկվել է Հայաստանի դալարի կայարան։ Հոկտեմբերի 21-ին էկոնոմիկայի նախարար Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու, Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ 10 օր առաջ հայտարարեց, թե ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարցը եւ Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։ Ներկայումս ռուսական երկաթուղիները տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում է այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը, ասել էր ռուս պաշտոնյան։ Ադրբեջանի տարածքով ռուսական ու ղազախական ցորենի տարանցիկ առաքումները Հայաստանի համար ստեղծում են տնտեսական առումով կարևորագույն նոր հնարավորություններ, որոնք կարող են փոխել տարածաշրջանային առևտրի քարտեզը։ Հիմնական առավելություններն են ցորենի գնի կայունացումն ու նվազումը։ Հայաստանը ամբողջությամբ ներմուծում է ցորենը տարեկան 600,000 տոննա, նախկինում միայն Վրաստան Սևծով ճանապարհով, ինչը բավականին թանկ լոգիստիկա է։ Նոր ճանապարհը Ադրբեջանով ավելի կարճ, արագ եւ էժան է, գինը կարող է իջնել 10-ից 20%-ով։ Կկայունանա նաև հացի գինը։ Բացի այդ, սա կնվազեցնի կախվածությունը Վրաստանից, այսինքն կայլ ընտրանք եւ ի վերջո ցորենի պաշարների ավելացում կլինի պետական ռեզերվների ամրապնդում տարեկան 500,000 տոննա տարանցելու դեպքում խնայողությունը կկազմի 30-ից 40 միլիոն դոլար։ Բացի այդ, սա նաև տարանցիկ առևտրի նոր հնարավորություններ է ստեղծում, ոչ միայն ցորեն, ապագայում կարող են լինել նավթամթերք Ղազախստանից, պարարտանյութեր Ռուսաստանի Դաշնությունից, շինանյութեր, մետաղներ։ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կենտրոն դեպի Իրան եւ Միջին Ասիա։ Բացի այդ, սա բացում է արտահանման նոր ուղիներ Հայաստանի համար։ Հակառակ ուղղությամբ Հայաստանի արտադրանքը, օրինակ գինի, կոնյակ, մրգեր կարող են գնալ Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն, արդեն Ադրբեջանով։ Կրճատվում է Վրաստանից կախվածությունը, մրցունակությունն է բարձրանում արտահանման շուկաներում։ Սա ըստ էության առաջին քայլն է դեպի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Այսպիսով սա ոչ միայն ցորենի առաքում է, այլև Հայաստանի տնտեսության վերաբացում դեպի արևելք եւ հյուսիս։ Հաջորդ քայլը Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան համատեղ լոգիստիկ համակարգերի ձևավորումն է լինելու։ Եվ այս պահին թեմայի շուրջ զրուցելու եմ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանի հետ։ Պարոն Խաչիկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։
Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Խաչիկյան, երեկ հայտարարվեց, որ ոչ միայն Ղազախստանից, այլ նաև Ռուսաստանից ցորենը Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան, այն պետք է Ադրբեջանից մտնի Վրաստան, ապա Հայաստան, ինչպես եք գնահատում այս փաստը, հաշվի առնելով, որ որոշ տնտեսագետներ նշում են, որ դա էական ազդեցություն չի ունենա մեր շուկայի վրա, քանի որ Բաքվով անցնող ճանապարհը ավելի երկար է, քան Ռուսաստանից եկող ճանապարհը։ Համեցեք։ Ես կարծում եմ, որ ընդհակառակը էական ազդեցություն կունենա եւ այդ ազդեցությունը կունենա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական իմաստով, որովհետեւ 2020 թվականի հայտնի իրողություններից հետո անընդհատ խոսվում է տնտեսական դիվերսիֆիկացիայի, տնտեսության անվտանգության, անընդհատ խոսվում է այլընտրանքների մասին եւ մեկ կետից կախվածության թուլացման մասին, այդ մեկ կետը նկատի չունեմ միայն Ռուսաստանը, մեզ համար մեկ կետ էր որոշ առումով նաև Վրաստանը, որովհետև մեր բարենային անվտանգության հետ կապված բավականին լուրջ հիմնախնդիրներ կարող էին առաջանալ, եթե Վրաստանում օրինակ քաղաքական կամ այլ աշխարհաքաղաքական իրողություններ փոխվեին այնպես, որ Ռուսաստանի հետ կապը կամ Փոթի նավահանգստի հետ կապը, այսպես ասած, խաթարվեր։ Եվ կարծում եմ, սա շատ լուրջ ազդակ է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ բիզնես միջավայրին, որ ունենք նոր իրողություններ, ունենք տարածաշրջանային նոր կոնյունկտուրա եւ անհրաժեշտություն կա այս իրողությունը զարգացնելու, նոր թափ հաղորդելու եւ նոր տնտեսական մոդել կիրառելու առումով։ Ես հավատում եմ, որ շատ մոտ ապագայում մենք Ռուսաստանի հետ հաղորդակցություն կունենանք ոչ միայն Ադրբեջանով, այլ նաև Թուրքիայով, սա երրորդ այլընտրանք կլինի Վրաստանից բացի, Վրաստանից ու Ադրբեջանից բացի, Թուրքիայի հետ սահմանի բացումը նույնպես հնարավորություն կտա Ռուսաստանի հետ զարգացնել առևտրատնտեսական շրջանառությունը եւ հնարավորությունները Եվ այս առումով կարծում եմ իսկապես նոր զարգացումներ են սպասվում դրական առումով, իհարկե չպետք է որևէ անգամ, որևէ պահի չքննարկել ռիսկերը եւ տնտեսական անվտանգության եւ ազգային անվտանգության տեսանկյունից, բայց հնարավորությունները եւ ռիսկերը համադրելու արդյունքում կարծում եմ իսկապես նոր հնարավորություններն ակնհայտ են։ Տեսեք, պարոն Խաչիկյան, դուք ըստ էության բարձր եք գնահատում տեղի ունեցողը, կարող է ղազախական այսպես ցորենի ներկրումը նվազեցնել գներն ու կայունացնել շուկան Հայաստանում ձեր գնահատմամբ։ Միանշանակ հնարավորություն կա, որտեղ Ղազախստանը հայտնի է ցորենի եւ մեծ պաշարների եւ որակական առումով բավականին լայն սպառման շուկա կարող է դառնալ ղազախական ցորենը Հայաստանի համար եւ Հայաստանի միջոցով այլ երկրների համար հիշենք, որ թեկուզ ռուս-ուկրաինական հակամարտության կարևորագույն այսպես դրսևորումներից մեկը ցորենային գործարքներն են Սև ծովով այլ երկրներ Աֆրիկա հասցնելու, Եվրոպա հասցնելու շրջանակում եւ այս միջին, այսպես ասած, միջանցքի մաս կազմող կամ հարավային Կովկասի բացումը, երբ որ այդ բացումը անոնսավորվում է այսպես ցորենի գործարքով, ցորենային գործարքով, ես կարծում եմ, սա սիմվոլիկ ինչ-որ նշանակություն ունի եւ իսկապես ցորենի արտահանումը կամ ցորենի ներմուծումը կամ ցորենի տարանցումը Հայաստանի միջոցով կարող է իսկապես դիվանագիտական որոշակի հետագայում առաջնահերթություններ ունենալ, նորից կրկնեմ, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ցորենի այդ գործարքները հիշենք եւ սա միայն Հայաստանի համար չէ, իհարկե Հայաստանի միջոցով տարանցման բավականին լուրջ հնարավորություններ կարող են բացվել, իսկ կոնկրետ հետագայի հետ կապված միանշանակ ազդակները այնպիսին են, որ չեմ կարծում, որ ուղղակի այս անոնսավորումից հետո կտրուկ ինչ-որ բացասական փոփոխություններ կլինեն, հնարավոր է առաջընթացը դանդաղ լինի, հնարավոր է մյուս ապրանքատեսակների, ապրանքախմբերի համար ենթադրենք տարանցման կամ ներմուծման ու արտահանման հետ կապված լրացուցիչ հարցեր առաջանան քննարկելու, բայց սկիզբը այնպիսին է, որ միանշանակ դրա անհրաժեշտությունը կար եւ մենք պետք է ընդունենք, որ այլևս նոր իրողություններ են եւ այդ իրողություններով հետաքրքրված են կարծես թե տարածաշրջանի
բոլոր երկրները՝ Միջին Ասիա, Ռուսաստան, Իրան, Չինաստան, չմոռանանք, որ օգոստոսի 8-ի հայտնի համաձայնագրից հետո ինչպես Չինաստանի հետ Հայաստանը կնքեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, այնպես էլ Իրանն է հետաքրքրված, այսինքն սրանք բոլորը փոխկապակցված պետք է դիտարկել։ Եվ որքան էլ վերջին շրջանում մամուլում կոնկրետ 3 առաջի օրը հայտնվեցին հռետորաբանության այսպես կապված նոր դրսևորումներ Ադրբեջանի նախագահի կողմից, միևնույնն է, կարծում եմ դա ուրույն լսարանի համար է, ինքն ունի այդ լսարանը եւ անհրաժեշտ են այդպիսի ելույթներ, բայց գործընթացը զարգանում է եւ զարգանում է այս պահին ի նպաստ Հայաստանի։ Իհարկե չպետք է զգոնությունը կորցնել, չպետք է բավարարվել եղածով, անհրաժեշտ է նոր գործընկերների, նոր հաղորդուղիների, այսպես նոր ապրանքատեսակը, այսինքն եղածը զարգացնելու հնարավորությունները դիտարկելով հանդերձ մենք պետք է առաջ շարժվենք։ Պարոն Խաչիկյան, տեսեք, դուք նշեցիք Ալիևի նախորդին արված հայտարարությունը, որոշակի առումով նշելով դա ներքին լսարանի համար էր արվում, ընդհանրապես Ադրբեջանի տարածքով այս ճանապարհը կարող է դառնալ կայուն ու անվտանգ մատակարարման ուղի, թե սա պարզապես այսպես որոշակի քաղաքական որոշման արդյունք է, որը հնարավոր է կարճ կյանք ունենա, երկար կյանք չի ունենա ըստ էության։ Եթե դիտարկենք միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ապա դրանք կարող են խնդիրներով լինել, խնդիրներ ունենալ։ Բայց ես կարծում եմ, ինչպես սրա սկիզբը, մեկնարկը, այնպես էլ հետագա գործընթացը միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով պայմանավորված չէ, ակնհայտ է, որ Ռուսաստանը հետաքրքրված է, ակնհայտ է, որ Իրանը հետաքրքրություն ունի, բնականաբար, քանի որ սա օգոստոսի 8-ի համաձայնագրի արդյունքում է նաև ԱՄՆ, Արևմուտքը հետաքրքրվածություն ունի, որոշակի առումով Չինաստանը բնականաբար Վրաստանի միջոցով կամ նոր ձևաչափով հետաքրքրվածություն ունի, եւ եթե մենք դիտարկենք ավելի լայն համատեքստում, ավելի գլոբալ համատեքստում, ապա ես չեմ կարծում, որ սա կունենա կարճաժամկետ նշանակություն եւ Ադրբեջանը այդքան կարճաժամկետ քաղաքականության համար սա կիրականացներ։ Այս պահին ճանապարհի բացումը ոչ մի առումով Ադրբեջանին կարճաժամկետի համար անհրաժեշտ չէր, որևէ բան ապացուցելու խնդիր չուներ այս պահին, եւ եթե քայլը արդեն կատարված է, եթե գործընթացը սկսված է, կարծում եմ դա երկարաժամկետ հատվածի համար է։ Բայց կրկնեմ, մենք բնականաբար պետք է մեր կառավարման համակարգում, մեր արտաքին քաղաքականության համակարգում հաշվի առնենք բավականին լուրջ եւ նոր իրողություններ եւ այդ ուղղությամբ տանենք զարգացումներ։ Պարոն Խաչիկյան, ընդհանրապես ղազախական ցորենը կարող է արդյոք իրական այլընտրանք դառնալ ռուսական ցորենին եւ արդյոք այս գործընթացը կարող է առաջացնել օրինակ քաղաքական ռիսկեր, մասնավորապես Ռուսաստանի կողմից, հաշվի առնելով Ռուսաստանի ցանկացած քայլ այստեղ այսպես խանդով մոտենալու հանգամանքը։ Նախ ես չէի ցանկանա ռուսական ցորենը փոխարինել ղազախական ցորենով, այսինքն մենք դառնայինք եւս մեկ կետից կախվածության այսպես բաղադրիչ, ցուցիչ, դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա, թեկուզ եւ երկարաժամկետ հատվածում եւ երկրորդ արդեն կան բիզնես այսպես կապակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ ցորենի ներկրման եւ այլ առումով եւ չեմ կարծում, որ դրանք ամբողջությամբ կդադարեն։ Սա ուղղակի այլընտրանք է, նոր հնարավորություն եւ նոր հնարավորությունը նոր քաղաքականության համար է։ Մենք տեսնում ենք, որ ցորենի խմբականակ մտնում է ինչպես Ղազախստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։ Միգուցե որոշակի առումով կնվազի Ռուսաստանի Դաշնությունից մտնող ցորենի խմբականակը, միգուցե գնային փոփոխություններ տեղի կունենան, բայց չեմ կարծում, որ ամբողջությամբ կփոխարինվի ղազախականով, ռուսական ցորենը կփոխարինվի ղազախականով եւ անկեղծ ասած դրա անհրաժեշտությունը չեմ էլ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերին, ես կարծում եմ, որ ինչպես փոխվարչապետի հայտարարությունը, այնպես էլ ի նկատի ունեմ Օվերչուկի հայտարարությունը, այնպես էլ հայտարարությունից հետո դեպի Հայաստան ուղարկվող ցորենի խմբականակը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը նույնպես պատկերացնում է նոր իրողությունները, Ռուսաստանը արդեն մշակում է քաղաքականություն նոր իրողությունների շրջանակում
Եվ նոր ձևով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես Ռուսաստանի համար, այնպես էլ Հայաստանը Ռուսաստանի հետ նոր տեսանկյունից երկխոսության այսպես մեջ մտնելու հնարավորությունը մենք պետք է դիտարկենք։ Եվ վերջին հարցը, պարոն Խաչիկյան, կան կարծիքներ, որ այս գործընթացը կհանգեցնի հացի գնի էժանացմանը, որքանով է դա իրատեսական, համեցեք։ Դա կարծում եմ իրատեսական է, բայց դա առաջնահերթություն չէ, արդեն մենք ունենք տնտեսական այնպիսի համակարգ Հայաստանում, որ հացի գինը ամենայն դեպս թանկ չէ, բայց նոր քաղաքականություն կառուցելը սրա շրջանակում իհարկե հացամթերքով պայմանավորված այլ արտադրատեսակների վերամշակման, արդյունաբերության վերամշակման նոր ուղղությունների հետ կապված քայլեր կարող են ձեռնարկվել եւ ծորենը չպետք է դիտարկել միայն հացի շրջանակում, ես կարծում եմ, որ Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը բավականին լայն հնարավորություններ ունի ծորենը դիտարկել նաև այլ ուղղություններով եւ ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ գնի նվազեցում չնկատենք, ապա տնտեսական ակտիվության վրա ծորենի էժան ներմուծումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ։ Շնորհակալ եմ, պարոն Խաչիկյան, զրույցի համար։ Հիշեցնեմ, զրուցում էի տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հետ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, որի օրակարգում ընդգրկված են հայրենական կյանքի մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների ու հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքներին պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ու ազգային ինքնության պահպանման եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպես նաև նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 2-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, թե Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով ու մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյա խառնանվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքներն ու սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում ու միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը, նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը, կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների ու եկեղեցու դեմ նախաձեռնված գործընթացները հղի են կործանարար հետևանքներով ու սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում, թե Սփյուռքում։ Նրանք կոչ էին ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական ու անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Նախորդին Տեր-Տարոն Քահանա Հունանյանը կանչվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, պարզաբանվել է, որ նա մասնակցել է Հովանավանքում Տեր Արամի մատուցած պատարագին։ Հանդիպումից հետո Հաղարծինի հոգևոր հովիվը հայտնել է, որ պահանջել են հանձնել հեռախոսը, ինքն էլ հրաժարվել է, որ այդ կազմով հանձնախումբը քննի իր ծառայողական ու անձնական հարցերը, նշել հանձնախումբը նախ պետք է քննի իր կարգապահական հայացքը։ Մայրաթորի նամակում մասնավորապես քահանային ուղված նշված էր, որ քահանան հրավիրվում է հանձնախմբի նիստին պարզաբանումներ ներկայացնելու իր ծառայության վայրն ինքնակամ լքելու, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին Հովանավանքում կարգալույց քահանայի կողմից արարողությանը մասնակցելու վերաբերյալ։ Ես այսօր եկա, որպեսզի մասնակցեմ կարգապահական հանձնախմբի քննարկմանը, ինձանից պահանջեցին հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, որովհետև դա իմ անձնական տարածքն է։ Առաջարկեցի պարզապես անջատել հեռախոսը, սակայն նրանք պնդեցին, որ պետք է հանձնել։ Մինչ այդ պահանջը կատարելը ես հարցրի, արդյոք սենյակում ներկա անդամները քննելու են իմ հարցը, եւ երբ ստացա դրական պատասխան, հայտարարեցի, որ հրաժարվում եմ այս կազմով որևէ քննարկման մասնակցել։ Թող նախ այդ կազմի
կարգապահական հարցերը քննարկեն, նոր անդրադառնան իմանձին, ասել է Տեր Տարոն Քահանա-Հունանյանը, հրաժարվելով անուններ նշել, թե ովքեր էին այն հոգևորականները, որոնք պետք է մասնակցեին իր հարցի քննարկմանը։ Նա հավելել է, որ մնացած հարցերի վերաբերյալ անհրաժեշտ է դիմել մայրաթոռի տեղեկատվական համակարգին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային միասնության օրվա առիթով Կրեմլում պետական պարգևներ է հանձնել։ Պարգևատրվածների թվում են պատրիարք Կիրիլը, նախագահի հատուկ դեսպանորդ Միխայիլ Շվիդկոյը եւ Ալեքսանդր Սոլժենիցինի այրին Նատալյան եւ այլ պարգևատրվածների թվում է նաեւ հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ նոր նախագահինը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Ջուլհակյանը անդրադարձել է թեմային, նշելով՝ իսկ ինչ պարգև է սա, Ալեքսանդր Նևսկու շքանշանը Ռուսաստանի Դաշնությունում պետական բարձրագույն պարգևներից մեկն է, այն շնորհվում է հայրենիքին մատուցած հատուկ ծառայությունների, բազմամյա բարեխիղճ ծառայության, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության, ամրապնդման, երկրի պետական շահերի պաշտպանության, պետության հզորացման, անվտանգության, տնտեսական ու մշակութային զարգացման ոլորտներում նշանակալի հաջողություններ ունենալու համար եւ ուրեմն ինչ հատուկ ծառայություններ է մատուցել Եզրասը Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության պետական շահերը, նպաստել Ռուսաստանի Դաշնության հզորացմանն ու անվտանգությանը, որ երկրին է ծառայում նա եւ որն է վերջապես Եզրասի հայրենիքը։ Հարցը բնականաբար հռետորական է, գրել է падգամավորը։ Իսկ ահա Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը անդրադառնալով այս շքանշանին նշել է, որ Եզրասին Կրեմլում ներկայացնում են որպես հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցու հոգևորական, այնինչ այդ կրոնական կազմակերպության անվանման մեջ ուղղափառ բառը չկա։ Եզրաս Ներսիսյանը չի հակաճառում, չի ճշտում, նման պարգևատրումներից առաջ նախ ճշտում են, դեմ չէ պարգևատրվել, որպեսզի հանկարծ չգա մարդն ու ասի ես Հայաստանին դավաճանած պետության ղեկավարի ձեռքից մեդալ չեն վերցնում, այսինքն ստացել են Եզրասի համաձայնությունը։ Հաջորդը Եզրասը չէր կարող չիմանալ, որ Կրեմլը մի քանի անգամ դավաճանել է Հայաստանի Հանրապետությանը իր ռազմավարական դաշնակցին ու դրժել է իր իսկ պարտավորությունը։ Դրանից հետո Եզրասը նորմալ է համարել նման մարդու ձեռքից պարգև ստանալը, կարող էր առաջարկել քաղաքավարությունից, ասել չէ, մենք հոգևորական ենք, մեր եկեղեցու սպասավորներին վայել չէ պարգևատրվել պետությունից, դրա փոխարեն ասել այսքան հայ երեխաներ, այսինչ լավությունն է կարել, տեր Եզրասը Պուտինի գործընկերն է, Պուտինի գործընկերը Հայաստանի գործընկերը չէ, թե քանի հոգի է իր ձեռը ամփոփնվել եւ ուղարկվել Ուկրաինայի դեմ որպես մսաղաց, տեղյակ չեմ, գրել է Բարսեղյանը։ Առաջինի տաղավարում զրուցելու եմ քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ, պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանի հետ։ Պարոն Միսկարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Միսկարյան, տևական ժամանակ չենք զրուցել, այնինչ տեղի ունենում մեզ հետ եւ մեր շուրջ բավականին մտահոգիչ է։ Նախ անդրադառնանք գանք վերջից կաթողիկոսի եղբոր շքանշանով պարգևատրումից, ինչ է սա, ըստ էության որևէ առարկում չունի Եզրասը այս մրցանակի հետ կապված, մինչդեռ անգամ ձևակերպման մեջ տեսակ ինչպիսի բաց թողում ու սխալ կա։ Ձեր գնահատականը ինչի համար են տալիս նրան, Ռուսաստանի Դաշնությանը մատուցած հատուկ ծառայությունների համար։ Դե այդ պարգևի նկարագրության մեջ գրված ահա որ դեպքերում է այդ պարգևը տրվում եւ դուք թվարկեցիք, մեջբերում արեցիք, չեմ հիշում ումից, բայց էական չի, այսինքն պետությանը, ռուսական պետությանը մատուցած հատուկ ծառայությունների դիմաց։ Բայց այստեղ ինձ թվում է մի թյուրըմբռնում կա։ Մենք տրվում ենք էմոցիաներին, մտածելով, որ Եզրասը, եթե հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, ուրեմն Հայաստանի շահերը պետք է սպասարկի, բայց ես կարծում եմ Եզրասը գրեթե վստահ եմ, որ ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն եւ որպես Ռուսաստանի Դաշնության, իսկ Ռուսաստանը համարում է իր քաղաքացիությունը առաջնային եւ որպես այդ պետության հավատարիմ ծառայող ինքը ստացել է այդ նվերը իր երկրի ղեկավարից։ Այստեղ ես կարծում եմ վրթովելու կարիք չկա։ Մենք Կանադայում ունենք
հոգևորականներ, հա, որոնք Կանադայի քաղաքացի են օրինակ եւ նրանք էլ այնտեղ կարող են ստանալ ինչ որ պարգևներ որպես Կանադայի քաղաքացի։ Այն որ նրանք Ռուսաստանում բնակվող ազգությամբ ծագումով հայերի հոգևոր առաջնորդն են հռչակել իրենց եւ դա մի բան է, բայց այն որ այդ մարդիկ պարտավոր են ըստ իրենց երկրի սահմանադրության պաշտպանել իրենց երկրի շահերը եւ առաջ տանել, դա այլ հարց է։ Եվ այստեղ մի շատ կարևոր առանցքային բան կա, հայ առաքելական եկեղեցու տեղը եւ դերը Հայաստանի Հանրապետության իմաստավորման մեջ, հա, գոյության եւ իմաստավորման մեջ։ Այդ խնդիրը շատ հատկապես վերջին շրջանում շատ այսպես շփոթի ավերածվել, խառնվել է պետություն, եկեղեցի, պետություն, հասարակություն, կառավարություն եւ այլն ու մեծ հաշվով ցավով եմ ասում, բայց պետականության իրական արժեքների, իրական պետականություն կառուցելու հետ կապ չունեցող պայքար է գնում իշխանության եւ ազդեցության համար։ Հիմա այդտեղ եզրասը մի եզրաս ավել, մի եզրաս պակաս, ես կարծում եմ այդքան մեծ եղանակ չի փոխում։ Պարոն Իսկարյան, ասում են միասեք եկեղեցի եւ կառավարություն, հակամարտություն բախում։ Սա այսպես վարչապետ, իշխանություն եւ որոշ հոգեվորականներ վեհապարի գլխավորությամբ։ Այդպես չի, կա պետական կառավարման համակարգ, որի ղեկավարը եւ որի որոշումների պատասխանատուն վարչապետն է եւ որը լծվել է որպես վարչապետ իր ամբողջ լծակները, եթե հիշում եք վերջում ինչ որ լուրեր տարածվել նախորդ անգամ երբ որ Հովանավանք էին գնացել, որ դժգոհել է վարչապետը, որ կառավարության անդամները Կիրակի օրը անց են կացրել իրենց հաճույքի համար, ոչ թե գնացել են եւ պայքարին միացել, բայց քիչ չէին, բավականին վերջինի ժամանակ քիչ չէին, դրանց առաջ քիչ էին։ Այդ կոչից հետո շատացել էին այդ հավատավոր կառավարության անդամները։ Այստեղ գնում է իշխանության համար պայքար։ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփական իշխանությունը հաստատելու պայքար է գնում եկեղեցու եւ Նիկոլ Փաշինյանի մեջ։ Ես ինչու չեմ ասում կառավարության որպես այդպեսին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը վերարտադրելու համար է դա անում։ Եթե դա ինքը աներ Հայաստանի Հանրապետության զարգացման, բարգավաճման եւ այլնի համար, մինչև եկեղեցուն հասնելը ահագին բան կա, այդ թվում նաև օրինակ դատական համակարգը, որ խոստացել էր բարեփոխել, բայց շրջափակելուց հետո էլ ոչինչ չարեց ու սկսեց իրեն լոյալ դատավորների նշանակել։ Սկսեց ուզուրպացնել մնացած ինստիտուտները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը եւ այլն սահմանադրության շրջանակներում։ Բայց այս սահմանադրությունը գրված է միանձնյա կառավարման համար եւ Նիկոլ Փաշինյանը դեմ չի Հայաստանի Հանրապետությունում միանձնյա կառավարում հաստատել, ավելի ճիշտ արդեն հաստատել է, դեմ չի շարունակել եւ այդ իշխանությունը պահելու համար արված քայլերից մեկն էլ եկեղեցին իր ազդեցության տակ բերելն է։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը ոչ հոգևոր, ոչ կրոնական, ոչ մի տեսակի այլ շահ չի հետապնդում, քան ունենալ լոյալ իրեն այն հոգևորականը, որ կարգալույծ արվել եւ իր պատվերով գնում եւ աղոթք է կարդում Հովանավանքում կամ պատարագ է մատուցում, որի իրավասությունը չունի, այսինքն ստացվում է, որ վարչապետը իր հեղինակությունը եւ իր ազդեցությունը օգտագործում է եկեղեցու մեջ խժդժությունների միջոցով հասնելու իր նպատակին։ Սա վատ բանի մասին է խոսում իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության։ Մյուս կողմից պետք է հասկանանք, որ ինչպես որ եզրասը, այնպես էլ Գարեգին բն ցավոք սրտի լավագույն կերպարները չեն, որոնք պետքա մեր եկեղեցուն առաջնորդեին։ Ես իրոք ցավով եմ ասում, որովհետև եկեղեցու դերը Հայաստանի չէ, հայ ժողովրդի պատմության, հայ ժողովրդի ինքնության պահպանման, շարունակականության ապահովման
շատ բարձր է, շատ կարևոր տեղ ունի։ Իհարկե կան դրական երանգներ, կան բացասական երանգներ, պատմական, բայց 1000-2000 տարվա պատմություն ունեցող ինստիտուտը չի կարող միայն դրական կողմեր ունենալ, ինչ որտեղ բացասականներն էլ կլինեն։ Բայց այն, որ հայ ժողովուրդը իր գոյության, իր ինքնության պահպանմամբ մեծապես պարտական է կամ այդտեղ պարտականի բան էլ չկա, էլի, այդ նախախնամությունը այդպես է դասավորվել, որ եկեղեցին դարձել է այն առանցքը, որին մի կողմից շահավետ է եղել հային հայ պահելը, մյուս կողմից հային հայ պահելու համար ինչ որ մի շահ պետք էր եւ ինչ որ մի ինստիտուտ պետք էր եւ դա եկեղեցին էր։ Այսինքն այստեղ երկրորդ կարծիք դժվար է ունենալ։ Հիմա ուրիշ մի գուցե ինչ որ մարդիկ լինեն ասեն դե որ եկեղեցին չլիներ պետություն կունենայինք եւ այլն, այդ ենթադրություններ են։ Ունենք այն ինչ ունենք եւ դրա մեջ եկեղեցու դերը ուրանալ հնարավոր չի։ Բայց այն ինչ հիմա է կատարվում, սա պետական իշխանությունը սեփական շահերի համար օգտագործելու միտված եկեղեցու կողմից արվող քայլեր են։ Հոգևոր նորոգում ենք իրականացնում, վարչապետն է հայտարարում, պարոն Իսկարյանը, հոգևոր նորոգում։ Վարչապետը կամ պետքա հոգեբանի մոտ գնա, որովհետև այդ առաքելությունը ոչ մեկը իրան սահմանադրությամբ չի տվել։ Կամ եթե իրոք այդպիսին է, թող մի նշան ցույց տա, որ Աստված իրան ասել է լեռան վրա քարակթել, կարդացել է վրան, որ ինքը պետքա հայ ժողովրդին հոգևոր նորոգման տանի։ Թող ինքը նորմալ տնտեսությունը կառավարի, սահմանները անվտանգություն ապահովի, թող պետական պարտքը այսպես գրծրած չաճացնի, մենք իմանանք, որ հոգևոր նորոգման ենք գնում։ Թե չէ, այսպես միայն այնտեղ, որտեղ իր ընտրությունների համար ձեռնտու է, այդտեղ հոգևոր նորոգվել են, մնացած տեղեր կոռուպցիան զարգացնել, դա պետական մտածողություն ու մոտեցում չի, այդ ծաղր է։ Ինքը ուղղակի ձեռ առնում է ժողովրդին իր քայլերով։ Պարոն Իսկարյան, դուք նշեցիք ոլորտներ, եթե ուզում են իսկապես նորոգել, բարենորոգել եւ այլն, օրինակ կարող են զորօրինակ դատական համակարգը նշեցիք, որտեղ հիմա ազդեցություն ունի վարչապետը, լոյալ դատավորներ են եւ այլն։ Օրերս մեր հյուրը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր, որի հետ արդիթ ունեցանք խոսելու այս չստացված բարեփոխումներից, հանրային դժգոհությունից, նա ասում էր միշտ հասարակությունը դժգոհ է լինելու այս դատաիրավական, այո, բարեփոխումներից, երբեք որևէ երկրում այնպես չի լինելու, որ դուք շատ գոհ մնաք, այնպես որ այն ինչ տեղի ունենում Կներեք այդ ձևով կարելի ամեն ինչ արդարացնել, էլի, ասենք կոռուպցիան ասել, դե միշտ կոռուպցիան կա ոչ մի անգամ, որևէ երկրում մինչև վերջ չի լինում, դե սպանությունները կան, վթարներից մահերը կան, մինչև էդ էլի սահմանին մարդիկ էին մահանում, ամեն ինչ կարելի է նորմալ ասել, դա նորմա է։ Իրենց չարածները արդարացնելու համար ուրիշ ինչ պետք է ասեն, բայց դա առնվազն անբարոյականություն է, որովհետև կարելի ախտա նիշները ցույց տալ, հա, այսինքն դիագնոզ տալ, այսպես ասած, հայերեն մոռացա այդ բառը, եւ փորձել լուծել խնդիրները։ Իրենք դա թողել են, ընկել են շաբաթ-կիրակի պատարակ են մատուցում։ Որի ինչ, ընկեր։ Այսինքն այս երկրում էլ ուրիշ բան չկար անելու, պետքա ընկնենք այդ ժամանակն ու ռեսուրսը ծախսենք պատարակների վրա։ Վարչապետ դե այստեղ խնդիրը համակարգի մեջ է։ Այս համակարգը, որը մենք ժառանգել ենք սովետական միությունից եւ շարունակում ենք այսպես սուրբ հարած պահել, ինքը ի վիճակի չի 21-րդ դարի մրցունակ պետություն միջավայր ձևավորելու։ Ախտորոշումը պետք է տրվեր։ Դե ախտորոշումը այդ է։ Այսինքն մեզ պետքա մրցունակ համակարգ, հորիզոնական կառավարում, ինչպես է հնարավոր մրցունակ համակարգ, երբ որ դու այդ ուղղաձիգ կենտրոնական բյուրոկրատական ապարատը իր լիազորություններով փռում ես տեղում, օրինակ մարզային մակարդակներում մարդիկ սկսում են իրենց կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել։ Վարչապետը 18 թվականին ասում էր ուղիղ ժողովրդավարության էլեմենտներ ենք դնելու։ 3 միլիոն վարչապետ, թե այդ պոպուլիզմի գագաթնակետներ, դա չի հարցը, բայց ասում էր ինստիտուցիոնալ մակարդակում մարզերում չէ, ասում էր մարդկանց ուղիղ ժողովրդավարության էլեմենտներ ենք դնելու, այսինքն տեղում որոշումներ կայացնելու հնարավորություններ են ունենալու։ Այսօր
գոռում են, որ դպրոցներ են վերանորոգել, բայց ոչ մի համայնք ինքնուրույն իր դպրոցի կարգը, ձևը, բովանդակությունը, թեկուզ որոշակի թեթև սահմանափակումներով հնարավորություն չունի կազմակերպելու։ Կրթական բարեփոխումներ չեն արել, դատական բարեփոխումներ չեն արել, առողջապահության ոլորտում անտերություն ա տիրում, բիզնեսի ոլորտում գնալով ավելի ու ավելի են վատացնում։ Ես հիմա չեմ ուզում տնտեսական այդ խնդիրների մասին խոսել, բայց 2 տարի առաջ անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ էին բիզնեսի համար, քան այսօր։ Դա պետք անել է, աղոթքներով այդ հարց չի լուծվում։ Պարոն Միրզկարյան, լավ, ի վերջո, ինչպիսի հանգուցալուծում եք այս բախմանը տեսնում, մասնավորապես տեսեք 2 անգամ Հովանավանքում, հիմա արդեն Թալինում, Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի կմասնակցի պատարագին, տեսնում ենք նաև մի քանի քահանաներ, որոնք փաստորեն Տարոն քահանա Հունանյանն էր կանչվել Մայրաթոռ, որովհետև մասնակցել էր Հովանավանքում, ինչպես իրենք էին ձևակերպել այդ կեղծ պատարագին, հիմա հետաքրքիր է օրինակ այս բախումը կհանգեցնի եկեղեցու ներսում էլ այսպես որոշակի պարզաջրման հոգևորականներ կլինեն, որոնք դուրս կգան օրինակ կաթողիկոսի սահմանած կանոններից, թե ոչ, որովհետև մեկնարկել է նաև Գերագույն հոգևոր խորհրդի այսպես ժողովը, որի օրակարգում նաև այս լարվածությունն է ազգային ու եկեղեցական կյանքի հրատապ հարցեր են քննարկվելու։ 1700 տարվա ինստիտուտը այդպես դնել եւ մի քանի ամսում փորձել ախր ինքը բարենորոգման հարցել չկա դրած։ Այդ ընդամենը ասում են դու պետքա գնաս եւ պետքա գա մարդ, որը լոյալ է ինձ եւ դրանով ապահովելու է իր վերընտրվելու գործընթացը։ Այստեղ ոչ մի տեսակի այլ տրամաբանություն չկա։ Այդ նույն վարչապետը, որը նույն իր ասած KGB-ի կամ չգիտեմ ով էր իրենցից մեկն էր ասում, որ եկեղեցում օտար գործակալներ են։ Ինքը հայտարարեց, որ մինչև 21 թվականը ինքը գուբերնատոր էր, թե ինչ որ ծայրագավառի ղեկավար էր։ Այդ ժամանակ օքեյ էր ամեն ինչ, այդ ժամանակ եկեղեցին օտար գործակալներ չեն վխտում, այդ ժամանակ ինքը սուրբ չէր, հիմա հանկարծ 21-ին հրաժարական տվեց հենց նաև եկեղեցու կաթողիկոսի ոչ 21-ին հրաժարական տվեց, որտեղ ինքը լեգիտիմ նախագահ չէր եւ ինքը պարտվել էր եւ անհրաժեշտ էր այդ լեգիտիմությունը, որպեսզի ինքը միջազգային ատյապերում կարողանար Հայաստան ներկայացնել։ Ինքը իր քաղաքական կշիռը վերականգնելու համար է դա արել, ցավոք սրտի տեղի ունեցել են ինչ տեղի ունեցել, բոլոր դեպքերում սա միայն եւ միայն մեն իշխանության վերարտադրության համար է արվում եւ ստեղ էական չի եկեղեցին կգնա այդ ընդառաջ կգնա վարչապետին եւ կդնեն իր վարչապետի կողմից հարգված այսպես ասած հպատակներ, հա, ինքը ուզում է իր հպատակներին ունենա, Կրեմլի հպատակների փոխարեն իր հպատակներն ունենա։ Սա եկեղեցու հոգևոր վերանորոգման եւ առաջընթացի հետ ոչ մի կապ չունի։ Եվ ցավով եմ ասում, եթե դա ես էլ եմ ուզում եկեղեցին վերափոխվի, բայց եթե եկեղեցում էլ լինելու են ինչպես դատարաններում Նիկոլ Փաշինյանին հպատակներ, այդ նշանակում է, որ մենք առնվազն առաջիկա, քանի Նիկոլ Փաշինյանը ողջ է, Հայաստանում իշխանապողություն ընտրական process-ներով չի կարող լինել։ Դա շատ վատ տեղ է տանելու։ Եվ հետեւաբար ես նախ չէի ուզի, որ այս ձևով եւ այս մոտեցմամբ Գարեգին երկրորդը գնար, այս կուզեմ, որ ինքը իրան փոխարինեն ավելի հեղինակավոր մարդիկ, ես անձամբ իրեն չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչեմ, բայց այն խոսակցությունները, որ պատտվում են նրա անձի շուրջ, առնվազն հիմք են տալիս կարծելու, որ ինքը չի վայելում այն հեղինակությունը, որը անհրաժեշտ է եկեղեցու վարկը բարձրացնելու, հասարակության մեջ վստահությունը վերականգնելու համար։ Դրա համար ես կուզեի, որ փոխվեր, բայց դա չպետք է լինի Նիկոլ Փաշինյանի
պահանջով, պարտադրանքով եւ իր հպատակներին այնտեղ տեղավորելով։ Մյուս կողմից առաջիկա 26 թվականի ընտրություններին շատ կարևոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կամ ավելի ճիշտ իր քաղաքական թիմը դառնան ընդդիմություն, առնվազն դառնան ընդդիմություն, բայց իշխանությունը չի կարող լինել նախկինների մեջ։ Հետևաբար պետքա ձևավորել անցումային կառավարություն, որը կկարողանա այն բարեփոխումները անել, այդ թվում նաև հատկապես սահմանադրական բարեփոխումները, սահմանադրական փոփոխությունները, որոնք հաջորդ իշխանություններին հնարավորություն չեն տա այդպես միանձնյա վարչապետ դառնալ եւ ամեն ինչը այդ թվում նաև եկեղեցին խառնել իրար։ Լավ, 26 թվականի ընտրություններից խոսք գնաց պարոն Միսկարյան, մենք տեսնում ենք արդեն որոշակի այսպես քաղաքական հայտեր, որոնք ներկայացվել են 26-ից առաջ, մեր ձևով, ձեր ձևով եւ այլն։ Պատկերը գիտեք, չներկայացնեմ հիմնականում նախորդ իշխանության նաև ներկայացուցիչներն են, ներկայիս ընդդիմադիրները։ Դուք նշում եք, որ այս ամենը ինչ արվում է մեն իշխանության ամրապնդման համար է արվում Փաշինյանի կողմից։ 26 թվականին ինչպիսի ընտրություն է ունենալու հասարակությունը, ի վերջո խաղաղություն, ոչ խաղաղություն, թեզն է իշխանությունը առաջ տանում։ Ինչպիսի օրակարգ պիտի ուրիշներն առաջարկեն, որ ձեր կանխատեսումները ուրեմն չիրականանան։ Ես կասեմ հետևյալը, որ ցավոք սրտի գործող քաղաքական դաշտում այլ դերակատարներ էական, շոշափելի, որոնք շանս ունեն այս պահի դրությամբ իշխանություն վերցնելու եւ Հայաստանը այդ ռուսական կամ նախկին ներկա սև ու սպիտակ այդ դիլեմայից հանելու եւ իրական փոփոխություններով պետականության հիմքը դնելու դեռ չեմ տեսնում, բայց մյուս կողմից տեսնում եմ դաշտում շատ նոր դեմքեր, նոր մարդիկ, մտահոգ, այդ թվում նաեւ իրենց ոլորտներում կայացած, ովքեր այլևս չեն կարողանում անտարբեր մնալ եւ շատ քիչ, այսպես ասած, կայծ է անհրաժեշտ այդ մարդկանց մտնելու քաղաքական գործընթացների մեջ հայտ ներկայացնելու եւ եթե դա ստացվի, այսինքն եթե այդ մարդիկ իրոք այդ քայլը անեն, ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամանակում կունենանք այդ այլընտրանքը եւ հասարակությունը ստիպված չի լինի նախկիններ ու ներկաների մեջ վատի եւ վատագույնի ընտրություն անել։ Ինչ վերաբերում է ձեր թվարկած շարժումներին, հայտարարություններին, ես այդ մարդկանց ոչ մի կերպ չեմ դասում նոր քաղաքական միտք, նոր գաղափարներ, պետականության նոր մոտեցում եւ ոչ մի նոր բան չկա, իրենք մի օլիգարխիան որը հիմա ձևավորում է Նիկոլ Փաշինյանը, ուզում են վերադարձնել իրենց հին օլիգարխիան, այսինքն այլ բան քան օլիգարխիկ համակարգը իրենք առաջարկելու չունեն։ Եվ եթե դուք լսեք իրենց ծրագրերը, այնտեղ ոչ մի այլ բան քան օլիգարխիկ կայացած համակարգ, կայուն օլիգարխիկ համակարգ չկա, բայց պետք է հասկանալ, որ դա գուցե թվա թե կարճաժամկետում այսպես գործարաններ սարքենք եւ ամեն ինչ լավ կլինի, ինչ որ մի փուլում կարող է ինչ որ մի քիչ լավ լինի, ներդրումներ եւ այլն, բայց երկարաժամկետում դա ձախողում է միանշանակ, որովհետեւ օլիգարխիկ համակարգը ունի իր անխուսափելի բացասական կողմերը, այդ թվում կոռուպցիան, հովանավորչությունը, անարդար մրցակցային պայմանները եւ դա բերում է դաշտի անապատացման, հա, ինչպեսին եղել էր Սերժ Սարգսյանի օրոք տնտեսական, այսինքն այլ կերպ քան այդ ձևով օլիգարխիկ համակարգ չի կարող կայանալ եւ դա ոչ մրցունակ պետություն է ստեղծում, որը ընկնում է ուղիղ կախման մեջ գերտերություններից ու չի կարողանում իր շահերը սպասարկել։ Հետևաբար ակնկալել, որ գործող իշխանության կամ նախկին կամ նորացված դեմքերով նախկինների առաջարկած լուծումները ինչ որ վեհ գաղափարներ են եւ փոփոխություններ են բերելու, այդպիսի հույսեր խորհուրդ եմ տալիս բոլորիս չունենալ, պետք է նոր ուժերի, նոր մարդկանց, նոր անհատների, նոր դեմքերի համախմբում։ Շնորհակալ եմ, պարոն Միսկարյան։ Ես եմ շնորհակալ։
Առաջինի տաղավարում զրուցում է +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանի հետ։ Երևանում Օրբելի ֆորում 2025 կառուցելով խաղաղություն ու բազմակողմանի համագործակցություն համաժողովին ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին падգամավոր Գարո Փայլյանը։ Նա մասնավորապես նշել է, որ Անկարայում ասում են, թե 26 թվականի սկզբին Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար, ինչպես կարելի է հասնել խաղաղության, ճնշման միջոցով 120 տարի փորձել են, չի ստացվել։ Սահմանի երկու կողմերի մարտիկ իրար չեն ճանաչում ու փոխանակվում են ատելության հռետորաբանությամբ, նշել է Փայլյանը։ Նրա խոսքով այժմ Հայաստանն ու Ադրբեջանը առանց միջնորդների են շփվում միմյանց հետ, հայ եւ թուրք պաշտոնյաները անմիջականորեն են զրուցում միմյանց հետ։ Սա երազանք է, որն իրականացել է։ Հայաստանը 1990-ականներից հաղթել է պատերազմը, բայց չի հաղթել խաղաղությունը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հաղթել է Ադրբեջանը, բայց արդյոք ադրբեջանական առաջնորդները կունենան այնքան իմաստնություն, որպեսզի հաղթանակ տանեն նաև խաղաղության կառուցման գործում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես պատրաստ է, կարգավորման ընդգծել է նա։ Այսօր համաժողովին արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Ադրբեջանի հետ, այս նայեք ինչ նկատեմ, Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, առանձին հարցերի շուրջ։ Եվ քիչ առաջ ձեր բարձրացած հարցով մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև, ուրեմն այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ, Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել։ Թուրքիայի հետ խնդիրը եղել այն, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ եւ բովանդակային քաղաքական երկխոսություն։ Եվ դա այդ գործընթացը եղել է շատ հանրային, բոլոր հանդիպումները, վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա, իմ այցերը եւ մասնակցությունը Անտալիայի դիվանագիտական ֆորումին, չգիտեմ, Թուրքիայում տեղի ունեցած այդ ողբերգական երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքը, փրկարարների գնալը եւ բազմաթիվ բաներ կարող ենք նշել։ Հիմա նաեւ փոխգործակցության եւ վստահության ամրապնդման այլ միջոցներ եւս քննարկվում են մեր եւ Թուրքիայի կողմից։ Բացը նախարարի խոսքով այլ տեղում է բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար Անկարայում ահա այսպիսի որքանով եք դա իրատեսական առհասարակ համարում համեցեք։ Գարո Փայլյանը նախկին խորհրդարանի անդամ է, կարծեմ ինքը ավելի տեղեկացված է ներքին խոհանոցեն Թուրքիայի երևի տեղեկություններ ունի, որ այս գործընթացը պիտի արդյունավորվի, պիտի բացվի սահմանը։ Մենք շատ չենք տիրապետել ներքին Թուրքիո ինչ որ կկատարվի, անշուշտ իրենց ներքին գործ նախարարություն եւ այլն պարլամենտական խմբավորումներ եւ այլն։ Բայց այո, կա այդ շարժը Եվ մենք այսինքն հայկական կողմն կագնկալ է, որ 2026-ին արդեն փանած Թուրքիան սահմանը մեր հետ, եւ այ հասարակությունը բոլոր իր չերտերով, քաղաքական կուսակցություններով, ընդդիմություն եւ իշխանություն համաձայն են, որ օր առաջ Թուրքիան փանա սահմանը եւ Թուրքիան կարծեմ կտեսնի, թե որ Հայաստանը դրական ծավալ մտադրված է այս հարցով եւ
հետապնդող է, որ օր առաջ բացվի սահմանը։ Պարոն Գաբոյան, դրա համար որքանով կան իրատեսական հիմքեր հաշվի առնելով խաղաղության համաձայնագրի, այսպես նախաստորագրումը, այս բոլորը կարող են հենց լինել այն հանգամանքը, որ կնպաստի այս հարաբերությունների բաց սահմանի հաստատման, այսօր նաև հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձավ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ նշեց հիմնական բացերը այս հարաբերությունում, որտեղ են դիվանագիտական հարաբերությունների բացը նա նշեց, ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը եւ բացը փակ սահմանն է, այս բացը պետք է լրացվի եւ սա է պակասում հայ-թուրքական հարաբերություններին։ Ինքը ճիշտ է մոտավորապես նախարար Միրզոյանի ասած, որ մենք 30 տարվա մեջ մեր անկախության ընթացքին 91-ից սկսյալ ներողություն մեր անկախությունն է մենք Թուրքիո բնական հասարակության հետ անշուշտ մենք պատմական մեծ ժառանգություն ունենք ցեղասպանության հարցը, բայց մենք ավելի հեշտապար ավելի թյուրապար գրծած ենք շփվել Թուրքիոյի հետ կամ թե Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրակույն ճշնամանքի հարաբերություններ էին, նույնիսկ հասարակական մագարտակով։ Հիմա այս հարցը իրար կապելու խաղաղության պայմանագիրը, որը նախապայմանագիրը, որը կնքեց Հայաստանը Վաշինգտոնի հովանավոր Թրամփի եւ Վաշինգտոնի հովանավորությամբ, այստեղ անշուշտ Ադրբեջանի կորձոնը կա։ Ադրբեջանը ներկայիս բոլորս գիտենք, որ իր բարձրակույն ուժային վիճակի մեջն է։ Այսինքն թե իր արտաքին հարաբերություններում մեջ թե բանակի խնդիրով անորոշ թելատրող է Թուրքիո։ Մեր արտաքին քաղաքականությունը բոլոր շրջաններում եղած է այդ իրենց կոչեցյալ մեկ ազգ երկու պետությունը ոչ թե կազմալուծել, այսինքն առանցները իրար մեջ բաժնել, որ Թուրքիա սահմանը բանա անկախ Ադրբեջանի։ Մեկ ազգ երկու պետությունն ալ քիչմը եթե արի տրվի ինձ, այսինքն ներողեք, որ ասեմ, որ այդ չափազանցյալ արտահայտություն էր կամ հասկացողություն էր, փաստվեցավ Ադրբեջանը բոլորս մոտավորապես գիտենք, որ ռուսական ծրագիր է իր Արցախյան պատերազմը այդ փաստեց, Ադրբեջանը հաջողեցավ Ռուսիո ամիջական օգնությամբ, որտեղ ինչքան է Թուրքիան օգներ, Ռուսիան էր մեր տաշնակիցի էր, դավաճանություն չդար մեզ Ռուսիո կողմը, չէր այս հաջողությունները չէր հասնել։ Անորոշ երկու առանցքները, եթե Թուրքիան սահմանը բացվի մեր արտաքին քաղաքականության աշխուժության ի արդյունք եւ ներողություն Ամերիկայի աջնշմամբ, մենք այդ առանցքը ծևով որ միշտ կուզեինք բաժնել, դարանչածված կտեսնենք Թուրքիան սահմանը կփանա նախքան տրիպի ճամփայի կորզաթրումը, որը դեռ այսինքն շատ կարճ հաշվարկով մեկ մեկ տարի ժամանակ կուզե։ Մեզի համար ծևով նվաճում է կամ արաբելություն արձակագրում է այսպիսով, որ Թուրքիա սահմանը կփանա անկախ Ադրբեջանի եւ այսպիսով Ադրբեջանի ճնշումին եւ այսպիսով Ադրբեջանի իր բարձրակույն վիճակեն ուժի գուտակումի եւ արտաքին հարաբերություններու հաջողություններու այսինքն ծևովը կսկսի Ադրբեջանի ուժային գուտակումի հարաբերական ճնշին կոնե նվազում այսպիսով սկիզբը կառնե մենք Հայաստանը Թուրքիայի հետ դիսկուսի բնականոն հարաբերություններ մշակել դիվանագիտական իդ կանշուշտ եթե կորզատրվի տրիպը մեզի համար ուրիշ հորիզոններ կբացվեն այս իմաստով։ Այսինքն հայ-թուրքական սահմանի բացումը կնվազեցնի Ադրբեջանի կողմից ճնշումը, պարոն Գաբոյան, դա եք ուզում ասել։ Բնականաբար, ինքը Ադրբեջանի արտաքին բոլոր քաղաքականությունը հիմնված էր բոլոր 30 տարվա անկախությունն ի վեր, որ այդ մեկ ազգ երկու պետություն շբարինդակ ինքը Ռուսիո սիրաշահի եւ Ռուսիո հետ հարցերը համատրե, ինչպես որ տեսանք 5 միլիարդ զենքով Արցախյան պատերազմով Հայաստանի կարգ մտարածքներ ներթափանցելով եւ այլն եւ խանգարելով մեզ որ եւ անշուշտ Թուրքիո որ մեր հետ բնականոն հարաբերություններ մշակվի այդ կարծեմ շատ բարձ թվապանություն է որ եթե մենք հաջողենք իրենք անշուշտ սահմանը բանան եւ Թուրքիան ինչպես որ արտաքին գործ նախարարը ասաց դիվանագիտական հարաբերություններ հաստատ է մեր հետ մենք բավական առաջընթաց կապրինք այդ իմաստով որ այդ առանց այդ կոչեցյալ կամ այս թեական առանցքը թուրք-ադրբեջանական տանդեմ որ կոչվի
մեզ ավելի ճնշման չեն տակեր։ Պարոն Գաբայան, իսկ ինչպես է գնահատում ռուսական ծագման ցորենը Ռուսաստանի Դաշնությունից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան-Ադրբեջանի տարածքով եւ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտորերս կհասնի Հայաստան դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Սա ուրեմն կարևորագույն քայլերից մեկը չէ կողմերի միջև։ Եվ որքանով է դա առհասարակ երկարաժամկետ ձեր գնահատմամբ։ Այո, ինչքան էլ մենք դրական կնահատենք, ադի գմնա միջ pedagogan ադրբեջանական եւ ռուսական հարաբերություններու տաշտ, իրենք իրար հետ ինչպես կհարաբերին։ Հիմա ես պիտի արիթը չի գա այստեղ, որ խոսիմ ադրբեջանական պետությունը ինչպեսի ցակում ունի, իր օլիգարխիան ինչ առնչություններ ունի ռուսականի հետ, իր էլիտան, իր վերնախավը առնչված է եւ միախառնված է ռուսականին հետ, իրենք սահմանագից պետություն են եւ ամենան ներդաշնակ սահմանագից պետություններ են, Ռուսիան կրետ իր բոլոր դրացներուն հետ խնդիրներ ունի, բացի Ադրբեջան եւ կարծեմ Միջին Ասիայի մի քանի երկիր։ Անորամար եթե ռուսիա թիրքերը բնականաբար փայլուն չեն հիմա ուկրաինական պատերազմը եւ գալի կորերը ավելի Ռուսիա պիտի մխրջվի դիվանագիտական խնդիրներու մեջ եւ անշուտ ռազմական անորամար մեզի համար կարևոր է թիդել եւ հետեւիլ ռուս-ադրբեջանական հարաբերություններուն, որոնք պատմականորեն միշտ փայլուն եղած են, սովետական շրջանեն, Նախիջևանը երբ նվիրեց իրենց, ցարական նույնիսկ Ռուսիային, երբ Նախիջևանը արին, Զանգեզուրն ալ պիտի խլեին մեզ մե, կարեկին նշտեի հրաշագործությամբ եւ Անտրանիկ Փաշայի, որ մնաց մեզ այդ Անորամար մեր շահ այդտեղ հակասություններ տեսնել այո, նույն ժամանակ սկոնլալ, բայց adin իրենց ներքին արսնել Ռուսիո թիրքերը կդգարանան ադոր համար զիջումներու գերտա այսպես կամ այնպես, այսի բոլորը մեր համացանակիրին մեջ կրնաուրվակծվիլ, կրնա ներարվիլ խաղաղության, այսինքն թրիպ ուղին, որը այսպես կամ այնպես ապաշրջապակումի պետք է տանի մեզ։ Պարոն Գաբոյան, եւ գիտեք այսօրերին Հայաստանում Օրբելի ֆորումն է իրականացվում 25 թվականի եւ ներկա են Թուրքիայի եւ Ադրբեջանի փորձագետներ, գիտեք նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարն է Բրյուսելում հայտարարել, որ Հայաստանի փորձագետները կմեկնեն Բաքու, Ադրբեջան այս փոխադարձ այցերը ինչպիսի իրավիճակ կարող են փոխել դրական առումով։ Շատ իրավիճակ չեն գնար փոխել, կարևորը որ ապաշրջապակումը կատարվի, մենք կարևորը այս բոլորը եթե դիտենք թուրքական սահմանի համատեքստով, բնականաբար Ադրբեջանը իր թիրքերը պիտի զիջի, իր վերամբարձ թիրքերը եւ ադրբեջանյան հասարակության հոգեբանության եւ խարդվածքի միտի չանդրադառնան, որովհետեւ այդտեղ ինչպես բոլորս գիտեք միապետություն է, այդտեղ բռնապետություն է, այդտեղ հանրային կարծիք կամ հասարակական գազམ་ագերություններ չի կան։ Ալիևը ինչ պիտի լատրե, այդպես էլ պիտի կատարվի։ Այսի ցեվով մգուկացուցադրական դաշտի մեջ, բայց մենք վնասը գրողը չենք այդտեղ։ Միշտ ինգադի ունենանք, որ հարկանքս բոլոր ժողովուրդներուն մենք հայերս թե Անտերգոբկասի մեջ, թե ամենան ինքնակողություն չլա, բայց ամենան ստեղծագործ կամ արդատրող դարը եղած ենք, թե միջազգային հարաբերություններում մեջ, թե տնտեսության մեջ, այսպիսով որևէ ապաշրջապակում մեզ համար վախ չի պատճառել եւ պետք չէ պատճառել։ Այդ իմաստով լավ կգնահատեմ արժեք բնականաբար որպես որևէ սովորական հայ։ Շնորհակալ եմ պարոն Գաբոյան։ Ընտրեմ։ Զրուցում էի միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։
Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։